Բարև ձեզ Վեստիեմի հարգելի հետևորդներ, Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հերթական հանդիպումը, ինչ դրանից շահեց Հայաստան պետությունը եւ ինչ արձանագրումներ կարող են անել հետագայում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Թեմայի շուրջ եւ ներքաղաքական լարված իրավիճակի մասին զրուցելու ենք Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թևանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Թևանյան, ինչ կարող ենք արձանագրել Պուտին-Փաշինյան հանդիպումից եւ հատկապես դիվանագիտական խոսույթից դուրս խոսքի մասին։ Խոսույթից դուրսի խնդիր չկա, մի հայտնի ժողովրդական խոսք կա, ասում են ուղիղ խոսքը իշին են ասում։ Տվյալ դեպքում բավական ուղիղ խոսքեր հնչեցին Նիկոլ Փաշինյանի հասցեին այն առումով, որ նա հակառուսական, նույնիսկ կարելի ասել թշնամական քաղաքականություն է վարում եւ դրանով իսկ փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուղիղ տեքստով ասաց, որ իրենք որևէ խնդիր չունեն հայ ժողովրդի հետ, Հայաստանի քաղաքացիների հետ, բայց խնդիրներ ունեն Հայաստանի իշխանությունների հետ եւ նաեւ անուղղակիորեն մեսիջ հղվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առայն, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշում են, որ Հայաստանը պետք է հակառուսական գծի մեջ լինի, ապա դա իրենց որոշելիքն է, ուղղակի իրենք նշեցին, որ իրենք բարեկամաբան են տրամադրված եւ սոցիալ-տնտեսական մասով հնչեցին ձևակերպումներ եւ քաղաքական եւ աշխարհակաղակական եւ կարելի ասել անվտանգային թեմաներով։ Դա վերաբերում էր գազի գնին, այսինքն եթե Հայաստանի իշխանությունը որոշում է, որ Եվրոմիության հետ պետք է ինտեգրվի, որը իհարկե բլեֆ քաղաքականություն է, ոչ Եվրոմիությունն է մեզ սպասում, ոչ էլ այդպիսի խնդիր կա ընդլայնման, բայց ամեն դեպքում եթե նույնիսկ այդպիսի քայլեր են արվում, ապա գազը առնվազն 4-5 անգամ կարող է թանկանալ, իսկ դա թե ինչ կատաստրոֆիկ հետևանքներ կառաջացնի Հայաստանի համար պարզ է։ Երկրորդը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները կարող են տուժել եւ հաջորդ մեսեջը, որ տրվեց, դա այն էր, որ Հայաստանի անվտանգային խնդիրները առաջացրել է Հայաստանի իշխանությունը, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս եւ մյուս մոտեցումն այն էր, որ չի կարելի մի քանի խաղ խաղալ եւ տարբեր մայրաքաղաքներում տարբեր ձևակերպումներ տալ եւ մենք սրանից պետք է հետեւություններ անենք։ Իհարկե օրվա իշխանության հետևորդները այսպես դուխով հայտարարություններ են անում, թե տեսեք ինչպես էր պատասխանում Պուտինին Նիկոլ Փաշինյանը, բայց մենք այդ դուխով վարքագիծը տեսել ենք նաեւ 18 թվականին մենք տեսել, թե ինչպես էին նրանք դուխով արձանագրում, որ Պուտինին վատ է ընդունել, նույնիսկ չի դիմավորել, խոժոր հայացքով է նայել եւ այլն, դրանից օգտվել են Թուրքիան ու Ադրբեջանը։ Եվ փաստացի Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, որ ինքը իր անձնական շահի խնդիրներն է հետապնդում, իսկ թե տնտեսական ինչ հետևանքներ կարող են առաջացնել, քաղաքական եւ անվտանգային ինչ հետևանքներ կարող են առաջացնել հայ-ռուսական հարաբերությունների վատացումը, դա արդեն օրվա իշխանությանը, Հայաստանի օրվա իշխանությանը չի հետաքրքրում, որովհետեւ իրենք ворթեգրել են ոչ թե արևմտյան գիծ, այսպես ասած, որը նույնիսկ անհնար էր ԵՄ-ի պարագայով, այլ ворթեգրել են պրոադրբեջանական եւ պրոթուրքական գիծ։ Եվ այս պայմաններում, եթե 18-ից հետո այդ գիծը հանգեցրեց Արցախի կորստին, ապա այս դեպքում մենք վտանգված ենք տեսնում Հայաստանի Հանրապետությունը։ Եվ իհարկե դա ծիծաղելի է, եթե չասեմ խեղկատակություն, երբ որ դու քո երկրի քարտեզը դոշիտ կպցրած ման ես գալիս աշխարհում, այդպիսի նախադեպ չկա աշխարհում եւ դա պարզապես ծիծաղելի է, թե դրանով ինչ էր ուզում ասել, ինքը կիմանա, բայց այդ քարտեզը պատասնելով դու Հայաստանի Հանրապետության անվտանգություն չես ապահովելու։ Իհարկե ծիծաղելի ձևակերպումներ հնչեցին այն մասին, որ Արցախը Հայաստանը պաշտոնական Երևանը որոշել է հանձնել, որովհետև Պուտինն է այդպիսի հայտարարություն արել։ Իսկ եթե Պուտինը հայտարարի, որ դուք պետք է ձեզ, եթե Պուտինը այդ դեպքում փաստորեն եթե հայտարարի, որ կամուրջից պետք է նետվել, իրենք նետվելու են կամուրջից, կամ հիշում եք ժամանակին ասում էին, որ նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրել է, որովհետև ատրճանակը դրել են գլխին, ասել են պետք է ստորագրես, իհարկե դա ապուշների համար նախատեսված
քարոզություններ, բայց հիմա էլ կարող են իրենք ասել, որ Պուտինն է դրել ատրճանակը Փաշինյանի ճակատին եւ ասել հանձնի Արցախը։ Այդպիսի բան չկա, Արցախը հանձնել է Պրագայում Նիկոլ Փաշինյանը, այդ մասին ինքս հայտարարել եմ հենց 22 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ որ 6-ի հայտարարությունը հնչել է Մակրոն, Միշել, հերավար Բայդեն եւ կողքի սենյակից ուշադիր հետևող Էրդողան բայց ասում են արցախցիները փախել են, ճողոպրել են, այսօր եւս կառավարության նիստում ասաց, որ արցախցի փորով գեներալներ չեն լինում եւ իրենք փախել են ու թող այդ փախածներով չորոշան եւ իրեն չմեղադրեն։ Նախ գալատ է անում շատ կարճ, եթե մի քիչ ավելի բացված պետք է ասեմ, որ փախած մարդը ինքը չի կարող ուրիշներին մեղադրել փախնելու մեջ, իր ամբողջ քաղաքական կենսագրությունը փախնելու հետ է կապված։ Մարտի 1-ից սադրանք սարքել փախնել, վերջին անգամ փախավ Սուրբ Աննա եկեղեցուց էլի սադրանք սարքելուց հետո եւ պատրաստվում է փախչելու, իդեպ մասին իր թիմակիցները պետք է իմանան։ ԿՊԱ-ականները, որոնց շարքերում կան մարդիկ, ովքեր որ այսպես ուղղակի կապվածություն չունեն այս խայտարակ որոշումների հետ, որոնք կայացվում, պետք է իմանան, որ Նիկոլ Փաշինյանը կարող է անել քայլեր եւ հետո ճողոպրել դեպքի վայրից, բայց իրենց կեն մնալու որպես պատասխան տվողներ։ Այս առումով բավական ավելի դետալային էր ոչ այնքան Պուտինի խոսքը, որքան Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկի խոսքը, որը ավելի դետալային բացվածքով ներկայացրեց, թե ինչ կատաստրոֆիկ որոշումներ է կայացնում Հայաստանի իշխանությունը, Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետության համար։ Այս ամենից մենք պետք է ղեկավարը, այսինքն պետության ղեկավարը կանգնում հայտարարում է, որ մենք շատ լավ հասկանում ենք, որ մենք պետք է ընտրենք ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի միջև, դրա տակ ողջամիտ տրամաբանությամբ պետք է լինեն հաշվարկներ, մոտեցումներ, ուրեմն ինքը որոշել է, չէ՞, որ այս դեպքում մենք, չգիտեմ, ինչ որ փուլում, երբ որ կլինենք ԵՄ-ն մեզ համար արդեն բաց կլինի, կհրաժարվենք ԵԱՏՄ-ից եւ նույնիսկ դրա հետևանքները պետք է հաշվարկած լինի։ Այդպես չի։ Հաշվարկներ ինքը ունի, բայց ոչ Հայաստանի հետ կապված եւ ոչ Հայաստանի քաղաքացիների։ Պետության տնտեսությանն է վերաբերվում։ Բացարձակ իրեն չի հետաքրքրում դա։ Իրեն հետաքրքրում է իր անձնական կաշվի փրկությունը, իր իշխանության խնդիրը, որի հետ կապված նա հույսեր է կապում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Դրա համար նրանց ուզածներն է անում եւ այդ գծի մեջ մտնում է հակառուսական քաղաքականությունը, հայ-ռուսական հարաբերությունների փչացումը եւ որը ավելի վատ է հայ-ռուսական եւ հայ-իրանական հարաբերությունների փչացումը, որովհետեւ թշնամական գործողություններ կատարելը մեզ զրկում է փաստորեն մեր բնական դաշնակիցներից եւ ստացվում է, որ Հայաստանի գոյության կամ այսպես կոչված ժամանակավոր խաղաղության հովանավորը Ալիևն ու Էրդողանն են, որոնք ցանկացած պահի չեն թաքցնում, որ փոխելու են իրենց մոտեցումները։ Դուք կհիշեք երևի Երևանի ավական ընտրությունների ժամանակ, երբ որ Արցախը շրջափակված էր, մենք մասնակցում էինք ընտրությանը, Մայր Հայաստանը մասնակցում էր հիմնականում Արցախի թեմայով եւ անվտանգության թեմայով, եւ մենք մարդկանց զգուշացնում էինք, որ սրանք ընդհանրապես ժամանակ են շահում, որպեսզի ընտրությունները անցնեն, աթոռը վերարտադրեն եւ Արցախը արդեն հայաթափեն ու հանձնեն։ Այդպես էլ եղավ ցավոք սրտի, հասարակությունը դեռ այդ արձագանքը չտվեց, որ մասսայաբար մասնակցեր ընտրությանը եւ թույլ չտար սրանց իշխանության վերարտադրություն, իսկ եթե Երևանում իշխանություն փոխվեր, վստահեցնում եմ ձեզ քաղաքական առումով շատ լուրջ փոփոխություններ կարող են լինել։ Եվ ցավոք սրտի դա տեղի չունեցավ նաև քաղաքական կոռուպցիայի եւ աճպարարության արդյունքում եւ հենց ընտրությունները ավարտվեցին 2 օր անց արդեն հարձակում եղավ Արցախի վրա։ Հիմա նույն սցենարն է ուղղակի Հայաստանի մասով։ Ադրբեջանի իշխանությունները, Թուրքիայի իշխանությունները ժամանակ եւ հնարավորություն են տալիս Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը վերարտադրվի, որից հետո արդեն դիմելու են այն գործողություններին, որի ծրագրի անունը իրենք դրել են Արևմտյան Ադրբեջան։ Այս առումով ոչ մի տարբերություն չկա։ Ասում եմ, եթե իրենց չընտրենք, խաղաղություն չի լինելու, դուք ասում եք, եթե ընտրենք, պատերազմ կլինի։ Դե արդեն մարդիկ փորձով հետևություններ ունեն, Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ խնդիր է դրել 300,000 ադրբեջանցու վերադարձ կամ բնակեցում ավելի ճիշտ Հայաստան, իսկ դա նշանակում է, որ դա պատրվակ է լինելու, որպեսզի հետագայում Թուրքիան ու Ադրբեջանը զորք մտցնեն Հայաստան, ձևակերպելով, որ իրենք ադրբեջանցիների շահերն են պաշտպանում։ Թուրքիան այդպիսի քայլեր արել է ժամանակին, Կիպրոսում է արել, Սիրիայում է արել, Իրաքում է արել։ Հիմա նույնը կարող է անել, ոչինչ չի խանգարելու։ Խանգարիչ միակ հանգամանքը
հայ-ռուսական հարաբերություններն են եւ Իրանի դիրքորոշումը։ Իրանը այս պահին մեր բարեկամ Իրանը շատ ծանր վիճակի մեջ է, բայց պատվով կարողանում է կարծես թե պահել իրերի դրությունային վիճակի մեջ, որը անհրաժեշտ է իրենց պետությանը, եւ այս պայմաններում Իրանի թուլացում եւ Ռուսաստանի հեռացում դա նշանակել է ուղղակի Հայաստանի Հանրապետության ոչնչացում, դա ակնհայտ է։ Իրանը թրիփի հետ կապված կարծես վերջնական որոշում ունի, չի ուզում այս տարածաշրջանում տեսնել թրիփը եւ հատկապես ամերիկյան զորքը մեծ խնդիր է իր համար։ Այստեղ հայկական կողմը ինչ ունի անելու, Իրանի հետ բանակցելու, արդյոք թրիփի իրականություն կդառնա այս դեպքում եւ դրանից հետո ինչ կլինի հայ-իրանական հարաբերությունների հետ։ Թրիփի հետ կապված նույնիսկ օրվա իշխանությունն է արդեն պեսիմիստական հայտարարություն անում, որ դա հետաձգվում է։ Թրիփին դեմ է ոչ միայն Իրանը, նաեւ Ռուսաստանը, եւ թրիփը մենք ասել ենք, որ այո, միջազգային պարտավորություն է, բայց դա պետք է համալրվի, լրամշակվի, հասկանանք, թե իրական կոմունիկացիայի բացում տեղի է ունենում, թե ուղղակի Ադրբեջանը օգտվելու է Սյունիքի տարածքից եւ կապվելու է Նախիջևանի հետ, Թուրքիայի հետ, իսկ մենք ուղղակի նայելու ենք, թե ինչ է կատարվում այդ տարածքում։ Այսինքն մենք փոխադարձության սկզբունքի կողմնակից ենք, որը նշանակում է, որ մենք էլ մեր հերթին պետք է Նախիջևանով անխճնդոտ ճանապարհ ստանանք դեպի Իրան, Ադրբեջանի բուն տարածքով անխոչնդոտ ճանապարհ ստանանք դեպի Ռուսաստան, այդ Իջևան, Ղազախ, այդ երկաթգծային տիրույթի հետ կապված մենք տեսնում ենք այդ նախագծային հնարավորությունները եւ եթե մենք գնում ենք իրական խաղաղության, երաշխավորված խաղաղության, ապա պետք է երաշխավորների եւ միջնորդների օգնությամբ իրականացնենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում եւ սահմանազատում։ Դա չկա հիմա։ Կիրանցում հայկական կողմը միակողմանիորեն զիջեց հատվածներ եւ բավարարեց Ադրբեջանի պահանջները, դա որպես շոու եւ որպես գովազդային վահանակ են օգտագործում, թե տեսեք ինչ լավ է, ոչ մի բան չկա, կրակոտ չկա եւ այլն, բայց դրանից հետո գործողություններ չեղան, ինչու, որովհետեւ Ադրբեջանը հասկանում է, որ ինքը կարող է Նիկոլ Փաշինյանի օրոք իշխանության ստանալ ամբողջ Հայաստանը։ Եվ հիմա ընդհանրապես չկրակելով իրենք վաճառում են ճակերտավոր խաղաղությունը, ժամանակավոր այդ շոու խաղաղությունը վաճառում են հայ ժողովրդի վրա, որպեսզի ընտրություններին հնարավորություն տան վերարտադրվել Նիկոլ Փաշինյանին եւ որից հետո արդեն տեղի են ունենալու տոտալ process-ներ, ինչպեսին որ մենք տեսանք Արցախի հետ կապված 21 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մենք կորցրեցինք Արցախը։ Միջդեռ խոստացվել էր, որ պետք է պաշտպանվի Արցախի անվտանգությունը, ինքնորոշման իրավունքը եւ այլն։ Այս պարագայում հիմա նույնը սպասվում է Հայաստանին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակտիվ մասնակցելով ընտրություններին պետք է մերժեն Հայաստանի հայաթափման ծրագիրը եւ թույլ չտան, որպեսզի մեր տարածքը, մեր պետությունը դառնա Արևմտյան Ադրբեջան։ Ոնց ներ քաղաքական իրավիճակը գերլարված է եւ կուսակցությունների մակարդակով եւ ներսում։ Հատկապես իշխանության քարոզարշավային իրավիճակում, որը դեռ չի մեկնարկել, բայց ամեն անգամ, երբ որ ավտոբուսով ինչ որտեղ են գնում, հատկապես մայրաքաղաք են դուրս գալիս, միջադեպերից անխուսափելի է։ Քաղաքացիների ցասումը որքանով է արդարացված եւ դրան պատասխանը ինչքանով է ընդունելի։ Բոլոր սոցիոլոգիական հետազոտությունները, այդ թվում մեր հետազոտությունները, որոնք մենք չենք հրապարակում, մեր աշխատանքային օգտագործման փաստաթուղթ է դա, ցույց է տալիս, որ հատկապես Երևանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է։ Եվ այդ ամեն ինչը դրսևորվում է իրենց, այսպես ասած, հրապարակային գործողությունների ժամանակ, երբ որ դուրս են գալիս շփվելու, իրենց երեսին մարդիկ ասում են այն, ինչ մտածում են իրենց մասին։ Շատ ցածր էր վարկանիշը 23 թվականին ընտրությունների ժամանակ, էլ ավելի ցածր է հիմա։ Եվ դա զարմանալու չէ, որ Երևանի փողոցներում եւ ընդհանրապես ամբողջ Հայաստանում մենք տեսնում ենք հակադրություն, դիմադրություն նորվա իշխանությունների հետ։ Մետրոյում միջադեպ եւ դրա արձագանքը ի վերջո քաղաքական փորձ ինչ է հուշում, այդ զսպվածությունը պիտի լինի, չլինի, նյարդերն ինչու են գերլարված իշխանության։ Դե որոշվետեւ զգում են, որ իրենք կորցնում են աթոռը։ Իսկ ինչ վերաբերում է հակաղարաբաղցիական քարոզին, ես կարծում եմ, որ այդտեղ օրվա իշխանության պարագլուխը գիտակցված քայլերի է գնում, մեր հանրության մեջ մի մարգինալ, այսպես լուսանցքային շերտ կա, որը ունի հակաղարաբաղցիական տրամադրվածություն եւ դա այն շերտն է, որը դարձել է հայաստանցի Ղարաբաղցի դիվերսիոն քարոզի զոհ։ Այդպիսի մի շերտ կա, ինքը այդ շերտի վրա է աշխատում հակաղարաբաղցիական քարոզ տանելով, փորձում է այդ շերտին մոբիլիզացնել եւ բերել ընտրության, որպեսզի քվեարկեն իր օգտին։ Այսինքն այդ հակահայկական կոդը, որ կա, այդ կոդը օգտագործում են
այդ մարդկանց ակտիվացնելու համար դա գիտակցված որոշում է, այլ բան է թե ինչպեսի դրսևորումներ է ստանում նյարդային, ջղածիկ, հիստերիկ, անկիրթ, անդաստիրակ, այդ մոտեցումները արդեն տվյալ անձին բնորոշ մոտեցումներն են, բայց կոդի առումով ինքը դա գիտակցված է անում։ Իսկ այդ դեպքում արդյոք չի հրաժարվում արցախցիների քվեից։ Ինքը գիտի, որ արցախցիները իրեն քվե չեն տալու։ 1-2 ասենք կոլաբորացիոնիստ տա թե չտա, մնացած իրեն ձայն չեն տալու։ Ինքը շատ լավ գիտի։ Ինքը գիտի, որ այդտեղ ձայներ չկան եւ ուզում է ձայներ հավաքել հակաղարաբաղցիական հատվածից հանրության, որը փառք մեծ չէ, բայց որի օժանդակության կարիքը այսօրվա իշխանությունը զգում է։ Սփյուռքի աջակցության մասին ինչ կարող եք ասել, հատկապես երեք Ռուսաստանում տեսանք, թե ինչպես էին իրեն հետ արցախցիները շփվում, մարդիկ դավաճան էին անվանում։ Տեսեք, ինքը հայ ժողովրդին այլևս չի ներկայացնում։ Հայաստանի Հանրապետության չի ներկայացնում, նույն Ռուսաստանում մենք տեսանք մարդուն լեգիտիմ ընտրված իշխանություն է։ Դե ասելով հայտնի խոսքը ասում դու էլ ասա։ Այդ 21 թվականի այդ այսպես կոչված լեգիտիմությունը չի նշանակում, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը տանել գերեզման եւ ասել, որ ես ժողովրդի կամքն եմ իրականացնում։ Ռուսաստանում հանդիպումը եւ մեր բարեկամ գործընկերների հայտարարությունները ամեն ինչը ինչի մասին են։ Այն մասին է, որ սիրելի հայ ժողովուրդ, դուք եք որոշում ձեր ճակատագիրը։ Մենք ուղղակի ձեզ հիմա բաց տեքստով ասում ենք, թե ինչ է սպասվում եւ ինչ կարող է լինել։ Դուք տեսաք, թե ինչպես հանձնվեց Արցախը, ուղիղ ասվեց, որ դա դավաճանություն էր Հայաստանի իշխանության կողմից, ինչքան էլ որ այդ ֆինտոֆլյուշկաներով ցույց տվեցին, թե այդպիսի բան չի եղել, իրենք ազդվել են փաստորեն Պուտինի խոսքերից դրա համար էլ հանձնել այդ տրամաբանությամբ ասում եք ինքնիշխան ենք, ասում եք մեկ հակապուտինիստ ենք, ինչ եք իրանց ասածները արել։ Թողնենք մի կողմ դեմագոգիան, բայց այս իշխանությունը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահը եւ այդ առումով որևէ նոր բան չենք տեսնում իրենց գործողություններում։ Պիտի խնդրեմ նաև խոսենք իրավական ամենաթողության մասին, հատկապես 18 տարեկան երիտասարդի կալանավորման, լոկալ դեպքի մասին է խոսքը, բայց այստեղ կա նաև իրավապահ համակարգի ընտրովի դատավորների մասին։ Միշտ կալանքը տվող դատավորները հստակ գիտենք, որ եթե օրինակ դատավորը Մասիս Մելքոնյանը, Մնացական Մարտիրոսյանը, կալանքն անխուսափելի է։ Սա ինչպես է հնարավոր կարգավորել եւ արդյոք քաղաքական կամքը իսպառ բացակայում է։ Կարգավորումը քաղաքական դաշտում է, պետք է ձգտենք մաքսիմում այդ 2 ամիս անց այդ հարցը կարգավորել։ Ինչպես եք պատրաստվում իշխանապողությամբ։ Լավ, իշխանապողությունը եղավ, մենք հիմա քաղաքացիները պետք է գնան ու նոր որոշում կայացնեն, ընտրեն, այսինքն այս կամ այն քաղաքական ուժին։ Ինչու կվեն տալ հենց ձեզ։ Որովհետեւ մենք ներկայացնում ենք թիմ, կոնկրետ մարդիկ, ովքեր ունեն պրոֆեսիոնալ հատկանիշներ, իրենց քաղաքացիական եւ ազգային որակները ցույց են տվել։ Մենք ունենք ծրագիր, որը վերաբերում է եւ երաշխավորված խաղաղությանը, եւ տնտեսության զարգացմանը, եւ սոցիալական արդարությանը, եւ հանրային համերաշխությանը, եւ մենք ունենք հանրային կապերի հետ կապված մեր անցած ճանապարհը եւ ցույց ենք տվել, որ մենք չենք աշխատում ընտրությունից ընտրություն, այլ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, քաղաքացիների բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրները վեր ենք հանում եւ մենք ունենք հսկայական սոցիալական տնտեսական փաթեթ։ Մասնավորապես թոշակառուների հետ կապված մենք գիտենք, որ 23 թվականին համարվել էր, որ նվազագույն սպառողական զամբյուղը 82000 դրամ է։ Սրանք աճպարարություն են արել, իջեցրել են 61000 են դարձրել, այն դեպքում ինչ որ ինֆլյացիա կա։ Եվ մենք գտնում ենք, որ 27 թվականից փուլային տարբերակով թոշակները պետք է բարձրանան եւ նվազագույն թոշակի չափը պետք է լինի 100,000 դրամ։ Հաջորդը, մենք այս օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստանում գործարարներից, որ իրենց տերորի են ենթարկում, առանց որևէ ստուգման եւ այլն ուղղակի թվեր են գրում եւ պատճառը շատ պարզ է, բյուջեում կա մոտավորապես 150-ից 200 միլիոն դոլարի բաց այն պատճառով, որ օրվա իշխանությունը որոշել է պաշտոնապես ընտրակաշառք բաժանել թոշակները 10,000 դրամ բարձրացնելով։ Մենք իհարկե դրական ենք գնահատում, որ թոշակները բարձրանում են, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ դա ընտրակաշառքային տրամաբանության մեջ է եղել եւ այդ գումարը հիմա իրենք բիզնեսին տերորի ենթարկելով են իրականացնում, ընդ որում բիզնեսի փոքր ու միջին շերտերն են առավելապես դժում, խոշորները մի մասով ինտեգրված են այսօրվա իշխանության հետ, մի մասով էլ նրանց վրա դա կարող է այդքան
ազդեցություն չթողնել։ Դրա համար մենք ունենք մոտեցում, որ բիզնեսին չի կարելի նեղել եւ մենք առաջարկում ենք տարեկան մինչեւ 60 միլիոն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչները ազատվեն շրջանառության հարկից, 60-ից մինչեւ 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները տարեկան շրջանառություն ունեցողները կվճարեն 1% շրջանառության հարկ, իսկ նրանք, ովքեր արդեն ավելացված արժեքի հարկի եւ շահութարկի տիրույթում են, Մայր Հայաստանի պատկերացմամբ շահութարկը պետք է կազմի 14%, այսինքն 1% պակաս, քան Վրաստանում է, եւ ավելացված արժեքի հարկը պետք է կազմի 17%, 1% պակաս, քան Վրաստանում է։ Ինչու Վրաստանի համեմատությունը վերցնում, որովհետեւ մենք պետք է յուրօրինակ մրցակցային առավելություն ստանանք մեր հարևան եւ բարեկամ երկրի տնտեսության համեմատ, որպեսզի ներդրումները նաեւ այստեղ կան։ Մյուս առաջարկը մեր այն է, որ տեսեք, մարդիկ հսկայական քանակի վարկային պորտֆելներ ունեն, բանկային ռեկետ եւ վարկային գերություն է հաստատված Հայաստանի Հանրապետությունում, 2 միլիոն 400 հազար վարկային գործարքներ կան, որոնք նաեւ տուժտուգանքներ են կուտակել։ Մենք առաջարկում ենք մինչեւ 5 միլիոն վարկային փաթեթ ունեցողները, եթե տուժտուգանքներ ունեն, այդ տուժտուգանքները համաներում իրականացվի եւ մարդիկ այդ բեռից ազատվեն։ Բանկերը ունեն այդ հնարավորությունը, բանկերը անցած տարվա շահութաբերությունը, բանկերի շահութաբերությունը կազմել է 1 միլիարդ 100 միլիոն դոլար, դա հսկայական գումար է Հայաստանի տնտեսության եւ բնակչության այս քանակի պայմաններում եւ այդ հնարավորությունը կա համաներում իրականացնել։ Մենք գտնում ենք նաև, որ Երևան քաղաքում շատ հսկայական բեռ է դրվել քաղաքացիների վրա գույք հարկը 4 անգամ բարձրացնելով, մենք կարծում ենք, որ պետք է առանձն կրկնակի կրճատել դա։ Մենք տեսնում ենք, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է փոխվի եւ կենտրոնական բանկի քաղաքականությունը պետք է նպաստի նրան, որ տոկոսադրույքները իջնեն, իսկ մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում առավելագույն տոկոսադրույքը կազմի 3%-ը։ Կրթական ոլորտում մարդիկ հսկայական խնդիրներ ունեն, ուսանողները, ես ինքս էլ ժամանակին դասախոսել եմ եւ կարող եմ ասեմ, որ շատ ուսանողներ կային, ովքեր որ վարձով էին, այսինքն վճարովի էին կրթություն ստանում, շատերը օրվա մեծ մասը գնում էին աշխատանքի, որպեսզի կարողանային վճարը տալ եւ զգացում եմ, որ նրանց մոտ կա այսպես երկփեղվածություն եւ ծանր վիճակ, որ իրենք չեն կարողանում կենտրոնանալ կրթության վրա։ Մենք գտնում ենք, որ համայնքային եւ պետական պատկանելություն ունեցող կրթօջախները եւ բոլոր այդ համակարգերը, սկսած մանկապարտեզ, քոլեջ, բու, դպրոց, պետականները եւ համայնքայինները պետք է լինեն անվճար եւ դրա հնարավորությունները պետությունը ունի։ Թոշակների հետ կապված արդեն ասացի, մենք նաև նախատեսում ենք, որ թոշակները յուրաքանչյուր տարի պետք է ինդեքսավորվեն, այսինքն բարձրանան այն չափով, ինչ չափով, որ նախորդ տարի ինֆլյացիա է եղել, որովհետև թոշակառուները պետք է այդ ինֆլյացիայից չտուժեն։ Իսկ անվտանգության եւ բանակաշինության։ Անվտանգության եւ բանակաշինության մասով մեր առաջնային խնդիրը երաշխավորված խաղաղության ապահովումն է։ Մենք այստեղ 3 բաղադրիչ ենք տեսնում։ Առաջինը նախ ինքդ պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես, իսկ դա նշանակում է հայկական բանակի վերականգնում, վերազինում եւ պրոֆեսիոնալ հիմքերի վրա բանակի ձևավորում։ Բնականաբար մենք չենք պատկերացնում, որ 18 տարեկան զորակոչիկները պետք է մեկնեն սահման կամ վտանգավոր դիրքեր, ճիշտ հակառակը նրանք պետք է ուղղակի ռազմական արվեստին տիրապետեն եւ յուրօրինակ կրթության փուլ անցնեն բանակում, այլ ոչ թե դա համարվի կորսված տարիներ կամ այդ ժամանակահատվածը։ Պրոֆեսիոնալները պետք է պահպանեն սահմանը եւ բանակը պետք է վերազինվի մեր դաշնակիցների նաեւ ներգրավմամբ։ Հաջորդ քայլը երաշխավորված խաղաղության համար դա հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ երաշխավորի ինստիտուտի ներմուծումն է, մասնավորապես սահմանազատման եւ սահմանագծման մասով։ Այս առումով մենք գտնում ենք, որ սովետական գենշտաբի քարտեզներով է դա պետք իրականացնել, այսինքն Ռուսաստանը կարող է ներգրավել։ Հետագայում կարող են արդեն այն երկրները, ովքեր շահագրգռված են այստեղ ներդրումներ անելու, խոշոր երկրների մասին է խոսքը եւ ուզում են, որ այստեղ իրոք խաղաղություն լինի, կարող են իրանք ներգրավեն եւ միջնորդի երաշխավորի ֆունկցիա կատարեն հայ-ադրբեջանական հարաբերություններում, դա Միացյալ Նահանգներն է, դա Չինաստանն է, դա Եվրամիությունն է։ Կար Միսկի խումբը, դրա վերաբերյալ է։ Դա էլ դավաճանաբար լուծարվեց, խոստացանվող խաղաղության թուղթը կլինի եւ դրան զուգահեռ մենք կլուծարենք դա, չնայած դա հիմարություններ, բայց ամեն դեպքում դա էլ չեղավ։ Խաղաղության թուղթը չկա,
բայց Մինսկի խումբը լուծարված է։ Հիմա մենք պետք է փորձենք այդ փլուզված կոնստրուկցիան որոշակի իմի բերել։ Իհարկե ոչ այն ձևով է հնարավոր, ինչպես որ նախկինում էր, ցավոք սրտի այս իշխանությունների մեղքով Արցախը հանձնվեց եւ հիմա նրանք ովքեր որ չեն ափսոսում Արցախի հանձնման համար շատ քչերն են բացի այս իշխանությունից նրանք ովքեր չեն ցավում որ այդպես է եղել նրանք սիրտ ու հոգի չունեն իսկ նրանք ովքեր կարծում են որ վաղ հնարավոր է հետ բերել Արցախը այսպես իշխանափոխությունից անմիջապես հետո նրանք խելք չունեն կամ Արցախ խնդիր են այլ հարցը որ մենք Արցախահայության իրավունքները պետք է բարձրացնենք գերիների վերադարձը պետք է հայ-ադրբեջանական հարաբերություններում թեմա լինի։ Ներողություն խնդրում ընդհատելու համար, բայց այս իշխանությունը հստակ հայտարարում է, որ եթե մենք խոսենք Արցախ վերադարձի իրավունքի մասին, դա կնշանակի բացել պատերազմի դուռը։ Եվ մեղադրում է 3 հիմնական ընդդիմադիր ուժերին պատերազմի դուռը բացելու մեջ։ Դուք խոսում եք Արցախ վերադարձի մասին, այդ դեպքում Արտանը պատերազմ է խոստանում մասին։ Դա հիմարություն է, ճիշտ հակառակ։ Ճիշտ հակառակ։ Մենք պետք է այդ վերադարձի իրավունքը եւ Արցախահայության սոցիալական իրավունքները պահենք օրակարգում, չեմ ասում որ ահա վերադարձնենք, բայց այդ հարցը պետք է օրակարգում պահել, որովհետեւ եթե մենք խոսում ենք նույն Ալմաթայի հռչակագրից, որը մառազմ էր իհարկե կարգավորման գործընթացում այդ բանը ներմուծելը, նույն սովետական միության տարիներին Արցախը ավտոնոմ կարգավիճակ է ունեցել Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում ինչ Ալմաթայի հռչակագրի մասին է խոսքը, եթե այդ մարդիկ այնտեղ չեն բնակվում, էթնիկ զտումներ են տեղի ունեցել։ Էթնիկ զտումները պետք է չօգտագործենք, որովհետև Ադրբեջանն էլ կասի, որ եղել է էթնիկ զտում, այլ չի կարող ասել։ Չի կարող ասել, Հայաստանում էթնիկ զտումներ չեն տեղի ունեցել ադրբեջանցիների։ Վարչապետն ասում է, եթե մենք ասենք, իրենք էլ կասեն։ Դե դեպքում մենք կարող ենք հանձնել Երևան։ Նախորդ կառավարության նիստում այդ տրամաբանությամբ ուրեմն մենք պետք է հանձնենք Երևանը, որպեսզի Ադրբեջանը չնեղանա։ Սևանը, ամբողջ Հայաստանը, որ հանձնենք, ընդհանրապես պատերազմ չի լինի եւ շատ խաղաղ գերեզմանային խաղաղություն կլինի այդ դեպքում։ Հիմա մենք չենք գնում գերեզմանային խաղաղության, մենք գնում ենք իրական խաղաղությանից, դա հենց մենք տեսնում ենք երաշխավորների եւ միջնորդների օգնությամբ, որովհետեւ եթե հիմա Հայաստանը ուղիղ բանակցում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, դժվար չէ պատկերացնել ինչ ելք է ունենալու այդ process-ը։ Նրանք անդադ պահանջելու են, մենք անդադ զիջելու ենք։ Հիմա իրանք ուղղակի ժամանակավոր դադար են տվել, ինչպես որ 23 թվականի Երևանի ընտրություններից առաջ էր, ինչպես որ 21 թվականին էր, իրենք դադար են տվել, որից հետո անցնելու են գործողությունների։ Հիմա ասենք պարտադիր է, որ մենք Հայաստանի Հանրապետությունը կորցնենք, հետո ասենք վայ, բա ոնց չէինք պատկերացնում։ Բա մենք ինչի համար ենք քաղաքական ուժերը, մասնագետները ինչի համար են, որ հանրությանը հուշեն թե ինչ է սպասում։ Իրական խաղաղությունը, երաշխավորված խաղաղությունը հենց մենք ենք բերելու։ Եվ երրորդ կոմպոնենտը երաշխավորված խաղաղության ես որ նշեցի, որ մենք ունենք այդ մոտեցումները, դա մեր դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն է բնական դաշնակիցների հետ, ինչը ենթադրում է նաև, որ մենք շատ սերտ գործընկերային բարեկամական կապեր պետք է հաստատենք եւ խորացնենք Միացյալ Նահանգների հետ, Եվրոմիության հետ, Չինաստան, Հնդկաստան, տնտեսական հարաբերություններ, արաբական երկրներ, բոլոր բարեկամ երկրների հետ, հատկապես Վրաստանի հետ պետք է եւ կոոպերացիան խորացնել եւ հարաբերությունները բարեկամականից բարձրացնել ռազմավարականի մակարդակի, մանավանդ որ Վրաստանի իշխանությունները շատ adekvat են, ազգային են եւ շատ լավ պատկերացնում են, որ չի կարելի մանրադրամային քաղաքականություն վարել մեր տարածաշրջանում, ինչը որ հակառակն է անում Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Այնպես որ իրական երաշխավորված խաղաղությունը հենց մեր պարագայում է լինելու եւ մենք հավակնում ենք քաղաքական դաշտում առաջատարի կոնսոլիդացնողի մերանի ֆունկցիա կատարել եւ գնալ նոր որակի իշխանության ձևավորման ճանապարհով։ Իշխանությունն այսպեսի ձևակերպում է անում, եթե մենք չլինենք, խաղաղություն չի լինի։ Եթե իրենք լինեն, ինչ կլինի։ Եթե իրենք լինեն, կլինի կորուստներ եւ պատերազմ։ Այդ միանշանակ է։ Ես արդեն ասացի 300,000 ադրբեջանցիների հարցը դրված է, Ալիևը հայտարարել է այդ մասին։ Սրանք չեն հերքել դեպ ասեմ Ալիևի հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ այո, ինչ խնդիր կա, որ մենք թուղթը հենց կնքենք, թող ադրբեջանցիները գան։ Թուղթ չեն կնքի, բայց ադրբեջանցիները կգան։ Հենց ադրբեջանցիները եկան, որևէ մի հատ խնդիր առաջացավ, որևէ ադրբեջանցու հետ թեկուզ արհեստական, Թուրքիան ու Ադրբեջանը միանգամից հայտարարել են, որ մենք գնում ենք մեր ազգակիցների իրավունքները պաշտպանել եւ զորք կմտցնեն այստեղ։ Միակ խոչընդոտը ռուսական ներկայությունն է, դա էլ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով փորձում են մաքսիմալ վերացնել։ Եթե ռազմական ճանապարհով խնդիրը Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են լուծել, սահմանադրության փոփոխություն ինչի համար է պարտադրվում։ Բոլոր գործիքակազմերը օգտագործում են։
բոլոր գործիքակազմերը, նվաստացման, ընդհանրապես մանկուրտի վերածելու համար Հայաստանի Հանրապետությունը։ Թղթի վրա իրեն գոնե նախաստորագրացի եւ ձևական թղթի վրա նույնիսկ գրել են, չէ՞ որ միմյանց ներքին գործերին չեն միջամտելու։ Բա ինչի՞ն միջամտում, ասում են սահմանադրություն փոխեք։ Հետո այստեղից ասացին, որ մենք parzել ենք մեր սահմանադրական դատանը parzել է, որ որևէ խնդիր չկա անկախության հռչակագրի հետ կապված եւ միջպետական փաստաթղթերի վրա որևէ առանձնահատկություն դա չի ունենալու, բայց ամեն դեպքում Ադրբեջանը պնդում է։ Այդպես պնդելու են մինչև վերջ, մինչև Երևան։ Դե իրենք հայտարարում են, որ դա հենց Ադրբեջանի պահանջը չի, իրենք նախապես ուզում էին, բայց ամեն դեպքում անկախության հռչակագիրը հանում եք։ Սա ինչ է տալու իշխանության Ադրբեջանի եւ որքանով վնասելու քաղաքացուն։ Այսօրվա Հայաստանի իշխանությունը բառից բուն իմաստով Ադրբեջանի բոլոր ցանկությունների իր կատարածման քաղաքականություն է որդեգրել, որպեսզի պահի իր աթոռը, փրկի իր կաշին։ Հանեցինք անկախության հռչակագիրը, դա Հետո հաջորդ քայլը կլինի արդեն ադրբեջանցիների այդ բնակեցում ընդհանրապես բոլոր տիպի, հետո կասեն ռուսական ռազմաբազան հանեն, հետո կասեն հանքերը փակեք, հետո կասեն ատոմակայանը փակեք։ Իդեպ ատոմակայանի հետ կապված Հայաստանի օրվա իշխանությունը ոչ թե ուզում է մոդեռնիզացնել, նորը կառուցել, այլ փակել, որը Թուրքիայի պահանջն է։ տեսեք, ատոմակայանի հետ կապված 2 տարի վրա հստակ է Վենսը եկավ Հայաստան, Նիկոլ Փաշինյանն ասաց ձեր մոդուլային ատոմակայանը մեզ համար շատ ընդունելի է, դա դիտարկում ենք, կսարքենք եւ 3 հայտարարեց, որ Ռուսաստանի հետ է քննարկումները։ Իրականում ոչ մի գծի վրա էլ չի, իրականում ինքը թուրքական գծի վրա է, որը ենթադրում է ատոմակայանի փակում եւ Հայաստանում էներգետիկ ճգնաժամի առաջացում, կախվածություն թուրք-ադրբեջանական էներգետիկ եւ առելիքային համակարգերից։ Իսկ դա հասկանում եք ինչ է նշանակում։ Պարոն Թևանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։ Մենք զրուցում էինք հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության, դրանց խաթարման մասին, ինչպես նաեւ ներքաղաքական ակտիվ իրավիճակի։